Հայաստանը ներկայացնող մարզիկները վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 տասնյակից ավելի մեդալներ են նվաճել մի քանի մարզաձևերի կարևոր մրցաշարերում։ Սկսենք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից, որը անցկացվեց Վրաստանի Բաթումի քաղաքում։ Ծանրամարտի տարվա առաջին կարևոր ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչները տպավորիչ արդյունքներ են գրանցել։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը և Էմմա Պողոսյանը։ Եթե տղամարդկանց 110 և գերծանր քաշային կարգերում Հայաստանը ներկայացնող մարզիկները Եվրոպայի եռակի չեմպիոն են դարձել, ապա 19-ամյա Էմմա Պողոսյանը կանանց 86 կիլոգրամ քաշային կարգում առաջին անգամ է դարձել Եվրոպայի չեմպիոն։ Պողոսյանը ֆանտաստիկ ելույթ է ունեցել։ Նրա ամբողջական ելույթը կարող եք տեսնել մեր ալիքում։ Հայաստանի հավաքականներից Եվրոպայի փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Արա Աղանյանը։ Մարտին Պողոսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել։ Պետք է ավելացնենք նաև Աննա Ամրոյանի ոսկե մեդալը հրում վարժությունում կանանց 77 կիլոգրամ քաշային կարգում։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականը թիմային պայքարում առաջին տեղն է զբաղեցրել։ Այս հաջողությանը մեր հավաքականը հասնում է երկրորդ տարին անընդմեջ։ Կանանց Հայաստանի հավաքականը եզրափակել է լավագույն եռյակը։ Ապահովության համար պետք է այսպես սկսել, առավել եւս որ սա էլ է ապահովում չեմպիոնություն։ Կանգնեց, հանգիստ կանգնեց։ Եվ երկրորդ հատվածը հրեց ու պահեց Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է արդեն եւ նա հաստատում է, որ Լաշա Տալախաձեի կարիերան ավարտելուց հետո քաշային այս կարգում հավասարը չունի։ Հիմա նա է այստեղ իշխում եւ Ծանրամարտից անցում կատարենք ըմբշամարտին։ Հունարոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել։ 5-րդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 77 կիլոգրամ քաշային Մալխաս Ամոյանը։ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր աշխարհի կրկնակի չեմպիոն Ամոյանը եզրափակիչում հաղթել է վրացի Ռամա Զոիձեին։ Այս հաջողությունից հետո էլ Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել 60 կիլոգրամ քաշային Սուրեն Աղաջանյանը, որը եզրափակիչում ծանր գոտ է մարտում զիջել է Սերբիան ներկայացնող Գյորգի Տիբիլովին։ Հունարոմեականներից բրոնզե մեդալ են նվաճել 63 կիլոգրամ քաշային Կարեն Ասլանյանը, 67 կիլոգրամ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կիլոգրամ քաշային 20-ամյա Գասպար Տերտերյանը։ Հունարոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 3 բրոնզե մեդալ և թիմային պայքարում զբաղեցրել 3-րդ տեղը։ Ազատ ոճայիններից բրոնզե մեդալ է նվաճել 57 կիլոգրամ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կիլոգրամ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կիլոգրամ քաշային Վազգեն Թևանյանը, որը բրոնզե գոտ է մարտում 7-0 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչի։ Ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններից հետո անցում կատարենք բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, որը անցկացվել է Բրազիլիայում։ Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականներից միակ մեդալը նվաճել է գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոն, նախորդ տարվա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Չալոյանը կարողացել է հասնել մինչև եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում վաղաժամ հաղթել է Թուրքիայի ներկայացուցչի։ Կիսաեզրափակիչում պայքարից դուրս է թողել նախորդ տարվա աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրին Ուզբեկստանի ներկայացուցչի։ Եզրափակիչում հանդիպել է Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Աբդուլլայևին։ Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթել է ադրբեջանցին։ Չալոյանը արժանացել է արծաթե մեդալի։ Այժմ անցում կատարենք սամբո մարզաձևին։ Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչները ընդհանուր առմամբ նվաճել են 16 մեդալ։ Երիտասարդների պայքարում ունենք 2 ոսկե մեդալակիր։ Մարզական սամբոյի տղաների մրցապայքարում 58 կիլոգրամ քաշային Ալեքս Խաչատրյանը և 71 կիլոգրամ քաշային Մհեր Օհանյանն են դարձել լավագույնը։ Նրանք կանգնել են պատվոհարթակի ամենավերին աստիճանին։ Երիտասարդ տղաների մարտական սամբոյում և աղջիկների մարզական սամբոյում Հայաստանի 6 ներկայացուցիչներ արծաթե մեդալակիր են դարձել։ Հիմա ժամանակն է խոսելու ձյուդոյի մասին։
Լիտվայի Կաունաս քաղաքում ապրիլի 24-ից 27-ը անցկացվել է Եվրոպայի գավաթի խաղարկությունը։ 60 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Շավարժ Նահապետյանը ոսկե մեդալ է նվաճել։ Նույն քաշային կարգում Հայկ Ղարիբյանը արծաթե մեդալակիրն է։ Այսպիսով, հարգելի մարզասերներ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում Հայաստանի մարզիկները մի շարք մեդալներ են նվաճել և բարձր պահել մեր երկրի պատիվը։ Ձեզ կխնդրենք միայն ակտիվ հավանել տեսանյութը և տարածել։ Ակտիվ եղեք նաև մեկնաբանության բաժնում։ Արոշանյան մեդիան մշտապես լուսաբանում է հայկական սպորտը բոլոր հարթակներում։ Շնորհակալություն մեր կողքին լինելու համար։